կամուրջի մոտ։ Ուրեմն կամուրջը դա գտնվում է Արածանի գետի վրա, կառուցվել է Արածանի գետի վրա, ուրեմն 9-րդ դարում։ Ուրեմն Արածանի գետը սա կամ Արածանի է կոչվում, կամ Արևելյան Եփրատ, կամ ուղղակի Եփրատի որպես Արածանի Եփրատի աջ վտակն է համարվում։ Ուրեմն կամուրջը 9-րդ դարից գոյություն ունի, 1996 թվականին առաջին անգամ կամուրջը պայթեցրել են թուրքերը։ Եթե դուք այս կողմից նայեք, 1996 թվականին պայթեցրել են այն վերջի հատվածից այն կողմից։ Երեք կամար, կամուրջի 12 կամար ունի և 3 կամար ուրեմն քանդվել է, ասեմ որ ուշի իսլամացած հայերի պահանջով, որպեսզի դիմել են Թուրքիայի կառավարությանը, որպեսզի բերեն և վերականգնեն այս կամուրջը, որովհետև կամուրջը հայ ժողովրդի համար սրբավայր է։ Ինչ է սրբավայր, որովհետև 1907 թվականի մայիսի 27-ին այստեղ թուրքերի հետ մարտում սպանվել է Գևորգ Չաուշը։ Այո։ Ինչի է կոչվում Սուլուխի կամուրջ, հիմա այս Գևորգ Չաուշի սպանության հետ կապված այդ մարտերին հետ անդրադառնամ, ինչի է կոչվում Գևորգ Չաուշ, Սուլուխի կամուրջ, որովհետև այն ծառերը, որ տեսնում եք, ես այս թմբեր եք նկատում, այդտեղ եղել է Սուլուխ գյուղը։ Ուրեմն Սուլուխ գյուղը հետագայում թուրքերը արդեն ցեղասպանությունից հետո քանդել, ավերել են, որպեսզի ամբողջությամբ հետքը կորի հայկական գյուղի և բնակավայրի և նաև կամուրջը և նաև փորձել են վերացնել Գևորգ Չաուշի հետ կապված հետքերը, բայց բնականաբար պատմագրությունն այնպիսի բան է, որը որ գրվեց, այլևս որևէ մեկը չի կարող դա վերացնել։ Ուրեմն Գևորգ Չաուշը, այսինքն 1907 թվականին, որ արդեն սպանվեց մայիսի 27-ին, Գևորգ Չաուշը դաշնակցական էր։ Ինչև այդ մարտերը, որը տեղի ունեցան այստեղ, ուրեմն դաշնակցության բյուրոն, կենտրոնական բյուրոն հանձնարարել էր բոլոր դաշնակցական ֆիդայիներին, որ դադարեցնեն ուրեմն պարտիզանական կռիվները թուրքերի դեմ և անցնեն նորմալ կանոնավոր բանակ ստեղծելու։ Այսինքն գտնում էին, որ պետք է կազմավորել նորմալ զինվորներ, զորքեր, և այդ ձևով արդեն պայքարել թուրքերի դեմ։ Այսինքն ֆիդայական կռիվները այլևս որևէ մեկի համար ձեռնտու չէր։ Եվ դա շատ լուրջ հանձնարարություն էր գնացել։ Եվ ուրեմն այդ ժամանակ հենց ընդամենը մեկ օր առաջ Ռուբեն Տեր-Մինասյանը դաշնակցական գալիս է Մուշ և ժողով է հրավիրում այստեղ, ժողովի է մասնակցում և բոլոր ֆիդայիներին առաջարկում է, հանձնարարում է, պարտադրում է դաշնակցության հանձնարարությունը, որ պիտի այլևս դադարեցնեն ֆիդայական կռիվները։ Ուրեմն ասում են, որ այդ ժողովը տեղի ունեցել Սուլուխ գյուղում և բոլոր ֆիդայիները, նաև Գևորգ Չաուշը իր 17 զինվորների հետ միասին, որոնք կռվել են այդ ժամանակ, եղել են գյուղում և գիշերով թուրքերը իմանալով, որ այնտեղ հավաքված են, հարձակվել են գյուղի վրա, գյուղում գնացել են մարտեր, ուրեմն թուրքերը եղել են 300 հոգի, իսկ Չաուշը և իր զինվորները ընդամենը 2 տասնյակ և կատաղի կռիվներ են գնացել, ուրեմն սպանվել է Գևորգ Չաուշը, սպանվել են էլի ուրիշ ևս ուրեմն 2 զինակիցներ, Գևորգ Չաուշին ճեղքելով թուրքերի, այսպես ասած, այդ պատնեշը, Գևորգ Չաուշին կարողացել են փախցնել այստեղից, տանել և պահել։ Հետագայում ասում են, որ նրան թաղել են Մուշ քաղաքի միջի գերեզմանոցում, այնտեղ մի տեղ կա, որ ընդհանրապես ցույց են տալիս, որպես ասում են, որ սա է եղել Գևորգ Չաուշի գերեզմանոց, մշեցիներն են ցույց տալիս, բայց այդտեղ ուղղակի արդեն էլ ոչ տապանակար կա, ոչ ուղղակի փորած տեղ է, ասում են, փորել են, տեսնեն իրոք այստեղ թաղված է թե չէ, ու մեկ էլ ասում են, որ Գևորգ Չաուշին այն ժամանակ տապանակարի վրա չեն գրել իր անունը, ուրիշ անուն են գրել,
որովհետև ուրեմն նրա գլխի համար 1000 ոսկի է խոստացած եղել ուրեմն սուլթանը, որի համար որ կարող էին գերեզմանը քանդել եւ հանել տանել, որպեսզի ցույց տան, որ տեսեք մենք սպանել ենք եսա Գևորգ Չավուշի գլուխն։ Եվ դրա համար ուրիշ անունով են այնտեղ թաղել, որ չգան եւ չապականեն գերեզմանոցը։ Ուրեմն սա է Սուլուխի, այսինքն կամուրջի Գևորգ Չավուշի սպանության այդ կռիվների պատմությունը։ Կամուրջի մասին էլ երկու տեղեկություն տամ, ասեցի 12 կամար ունի, 190 մետր երկարություն եւ 9-րդ դարից մինչեւ հիմա գործում է։ Ուրեմն այս կամուրջը վերջին մի քանի տարիների ընթացքում վերանորոգեցին, անցած տարի են ամբողջական այս դիզայնային այսպես բաներ արել, վերականգնել, ու դրանից հետո արդեն այսպես մնացել եւ դարձրել են արդեն պատմամշակութային վայր, որտեղ որ հին կամուրջ, մշակութային վայր, որտեղ արդեն գալիս են բազմաթիվ տուրիստներ եւ կողքերը կաֆեներ են սարքել։ Թուրքերը այս կամուրջին անվանում են Մուրադ կամուրջ, Մուրադ են, ինչպես նաեւ գետին, էլի նորից Արածանի գետը, էլի ասում են Մուրադ գետ եւ կամուրջն էլ Մուրադ կամուրջ։ Այսքանը չգիտեմ 10 րոպե լրացավ թե չէ։ Она так. Я Koksa yet. Yorum. Limakman atıkır nerede zamana. Gidiyorum, geliyorum. Yeter. Şükür, fark Allah'a şükür, fark Şükür, fark Al canım al. Ahmet ünlü oldun bak. Bence de. Ünüm bütün dünyaya yayılacak. Çektim abi. Bak. Bana Muhammed'e bak. Abi sen onu var ya. Fotoğraf çekin. Çekin.
Հենա, հələ քանի հետ բռներն են։ Zara Arili. Հələ քանի հետ բռներն են։ Հəլտես քիչ կա։ Կողակի նման է։ Լավ է բռներն են։ Կողակի նման։ Hadi Zara. Կողակա։ Mekal. Sesi? Bir de